Սիրելի հանդիսատես, մեր շոքիկների նույնիսկ տեղ չկրեցին մեր մահակակում, մեր համերգային ծրագիրը մոտեցավ իր ավարտին, ես ձեզանից խնդրում եմ բարձր ծափարեք, ինչպես մեր Էլենան ասաց, Կիլիկի արվեստի դպրոցի, Սիրով ներկայացնում եմ այսօրվա մեր հրավիրված երգիչներին։ Բեմ եմ հրավիրում մի երգչուհու, որը մասնակցել է 3-րդ մրցանակաշրջանի հայ սուպերստարի ուրեմն աշխատանքներին և արժանացել 4-րդ մրցանակին։ Եվ այսպես Դիանա Սերմանուկյան։ Համարձակորեն իր վստահ քայլերն է անում երգարվեստի դժվարին ասպարեզում։ Չնայած իր երիտասարդ տարիքին նա արդեն բազմիցս անգամներ իր մասնակցությունն է ունեցել համայնքում կազմակերպված բազմաթիվ միջոցառումների։ Նշեմ նաև 2008 թվականին ճանաչվել է ոսկե աստղ մրցանակաբաշխության տարվա լավագույն նորեկի կոչմանը Նարէ Ներսիսյան։ Սիրելիներս, հիմա պիտի ներկայացնեմ մի երգչի, որի ստացած մրցանակներն ու ելույթները եթե թվարկեմ, կարծում եմ ժամանակը չի բավականացնի մեզ։ Երգիչ, որը բազմաթիվ բեմերում է փայլել իր կատարմամբ և բազում հանդիսատեսի սրտերը գրավել իր յուրահատուկ ձայնով և հրաշալի կատարումներով։ Դիմավորեք 2008 թվականի Քինգ մշակութային հաստատության կողմից Լոս Անջելեսում կազմակերպված ոսկե աստղ մրցանակաբաշխության տարվա լավագույն ռոմանս կատարող երգիչ Դավիթ Մինասյան։ Իսկ հիմա ուզում եմ բեմ հրավիրել Կիլիկիա արվեստի ստուդիայի գեղարվեստական ղեկավար Գագիկ Սարգսյանին։ Սիրով բեմ եմ հրավիրում պարուսույց Նարինե Սարգսյանին։ Մինչև համերգի ավարտը հայտարարելը թույլ տվեք, ուրեմն առանձնահատուկ ես ուզում եմ ներկայացնել մի անձնավորությամբ, որի օգնությամբ և աջակցությամբ Կիլիկիայի սարերը տարիներ շարունակ հնարավորություն են ունեցել մասնակցել համայնքի լավագույն միջոցառումներին։ Մեր հատուկ շնորհակալությունները Կիլիկիա արվեստի դպրոցի գլխավոր հովանավորին, համայնքում արդեն բավականին ճանաչում ունեցած Քինգ մշակութային հաստատության հիմնադիր տնօրեն
Գոր Ներսիսյանին։ Մշակութային կենտրոնի ողջ անձնակազմի կողմից ուզում եմ հայտնել շնորհակալություն Կիլիկի արտստուդիոյի սաներին, ղեկավարներին, մաղթելով մեծ բեմեր, բազում հաջողություններ եւ ուզում եմ հանձնել պատվոգիրը Գագիկ Սարգսյանին նրա ազգանվել աշխատանքի համար։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ ձեր բուրըն ծափահարությունները լսել այն անձնավորության անունը կարդալուց հետո, ով երկար ուրեմն մի քանի ժամ անընդմեջ լարված աշխատեց այս բեմի ետնամասում։ Խնդրում եմ ձեր ծափահարությունները հնչյունային ռեժիսոր Անդրեաս Գոհարյան։ Եկաք այստեղ բոլոր մեր հյուրերին և հատկապես մեր ծնողներին, որոնք այսքան համբերատար ձևով մեզ հետ միասին տանում են այս ուրեմն դժվարին աշխատանքը, խոնարհվում են ձեր առաջ, շնորհակալություն ենք հայտնում ձեզ և թույլ տվեք կանխավ շնորհավորել բոլորիդ Սուրբ Ծնունդը և գալիք նոր տարին։ Բարին եմ ձեզ։ Սիրելի հանդիպվածքներ, սիրելի տատիկներ, պապիկներ, ծնողներ, մեր բոլորի կողմից ուզում եմ շնորհակալություն հայտնել Կիլիկի արտստուդիոյի մանկավարժներին, պարոն Գագիին, թիչեր Նանիին և տիկին Արաքսիային, նրանք կատարում են շատ ծանր աշխատանք, երախտապարտ են նրանց աշխատանքի համար, ցանկանում են հաջողություն, առողջություն, այն լավն ու բարին միշտ տալիս է գարունն աշխարհին։ Եվ փոքրիկ նշանավոր ուզում եմ նվիրել Կիլիկի արտստուդիոյի սանիտների կողմից ուսուցիչներին։ Շնորհակալություն, շնորհակալ ենք ձեր ուշադրության համար, անչափ շնորհակալություն։ Ցանկանանք մեր փոքրիկներին բազում ծափեր և շատ ավելի մեծ բեմեր։ Ես ամբողջ աշխատանքը ձեր շնորհիվ էր։ Ինչպես Բալիկը ասեց, ես շատ եմ գոռում, ջղայնանում, բայց արդյունքը սա է։ Երևի դա է ճիշտը։ Եվ ուզում եմ վերջապես մեկ անգամ ներկայացնել Կիլիկայի արտստուդիոյի տնօրեն Արաքս Սարգսյանին։ Որը շնորհակալություն հայտնում բոլորիդ։ Միայն կարող եմ ասել, սպասեք գալով տարին։ Որ համերներ։